Եթերում լուրերի ժամը 17-ի թողարկումն է, ես Մերի Դանիելյանն եմ, բարի օր։ Անդրադառնալով օրերս Արցախից Հայաստան վերադարձած մեր 10 հայրենակիցների գտնվելու վայրի վերաբերյալ հարցին, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից լրատվամիջոցներին հայտնել են, որ նրանք Գորիսից դուրս են եկել, բայց թե որտեղ են այս պահին չեն կարող ասել։ Գերատեսչությունից վստահեցրել են, որ նրանք պետական հոգացության ներքո են, անցնում են անհրաժեշտ բուժզննումներ և ստանում հոգեբանական աջակցություն։ Միայնակ ապրող և հարազատ չունեցող մարդիկ կմնան պետության աջակցության ներքո այնքան ժամանակ, մինչև բնակարան ձեռք բերեն տեղահանվածների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրով։ Ավելի վաղ առողջապահության նախարարը տեղեկացրել է, որ Արցախից Հայաստան տեղափոխված 11 անձինք բուժզննում են անցել, որոնցից մեկը հոսպիտալացվել է Գորիսի բժշկական կենտրոնում։ Երրորդ երկրների քաղաքացիների համար հայ-թուրքական սահմանը բացելու գործընթացի ֆոնին մարգարե անցակետ է այցելել էկոնոմիկայի փոխնախարար Անուշիկ Ավետյանը։ Շրջայցի ժամանակ Ավետյանը համոզմունք է հայտնել, թե սահմանի բացումը հնարավորություն է տալու նվազեցնել կախվածությունը սահմանափակ ուղիներից և ուղղություններից, ինչպես նաև նոր շուկաներ մուտք գործել և դիվերսիֆիկացնել արտահանումը, իսկ ամենաարագ ազդեցությունը կլինի տուրիստական հոսքերի ավելացումը։ Փոխնախարարը վստահեցրել է, թե բաց սահմանները օգուտ են տալու ոչ միայն Հայաստանին, այլև ողջ տարածաշրջանին։ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի կալանքը երկարաձգվեց 1 ամսով։ Նրա գործով առաջին դատական նիստում հանրային մեղադրող Տիգրան Մուրադյանն այսօր միջնորդություն էր ներկայացրել կալանքը 3 ամսով երկարաձգելու վերաբերյալ։ Դատարանը մասնակի բավարարեց միջնորդությունը, նաև վերացրեց Մկրտիչ սրբազանին տեսակցելու սահմանափակումները։ Մինչև որոշման հրապարակումը գործով տուժող ճանաչված Ստեփան Ասատրյանը, նախկինում Տեր Արամ, և Արամայիս Թախմազյանը, նախկինում Տեր Թադե, չպատասխանեցին դատարանի հարցին, թե արդյոք ազատության մեջ հայտնվելով Մկրտիչ սրբազանը կարող է խոչընդոտել նրանց գործունեությանը։ Հիշեցնեմ, Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը կալանավորված է 2025-ի հոկտեմբերի 16-ից։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել քրեական օրենսգրքի 2 հոդվածներով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելը և իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով հավաքներին մասնակցելուն հարկադրելը։ Իրանը վերացնում է միջազգային ինտերնետ հասանելիության բոլոր սահմանափակումները, հայտնում են ռուսական լրատվամիջոցները, հղում անելով իրանական դիվանագիտական աղբյուրին, որը հայտնել է, թե համապատասխան մարմիններին ուղղված նամակում նախագահ Մասուդ Փեզեշքյանը պահանջել է վերացնել բոլոր սահմանափակումները ինտերնետային շուկան վերականգնելու և միջազգային ինտերնետին հանրության հասանելիություն ապահովելու համար։ Այս գործընթացն այժմ իրականացման փուլում է։ Հիշեցնեմ, հանգստյան օրերին արտգործնախարար Աբբաս Արաղչին ներկայացրել է Իրանում վերջին ցույցերի ժամանակ պատճառված նյութական վնասը։ Նրա խոսքով բախումների ժամանակ նաև 2 հայկական եկեղեցի է վնասվել։ Վերադառնանք Հայաստան։ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ հանրապետությունում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում Ամբերդ բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարիլիչ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը երթևեկելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար միայն անվաշղթաների կիրառման դեպքում։ Հրազդանի, Չարենցավանի և Չայնիի ոլորաններ կոչվող հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարորդներին հորդորում են երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Այժմի համար այսքանը, կհանդիպենք ժամը 19-ին ամփոփելու այսօրվա կարևոր իրադարձությունները։